2026 թվականի ընտրությունները և երիտասարդները։ Ինչու է քո անտարբերությունը նվեր համակարգին։ Ամենահարմար ընտրողը նա է, ով չի քվեարկում։ Հայաստանում շատ երիտասարդներ են պնդում, որ իրենց ձայնը վճռորոշ չէ, որ իրենցից որևէ բան կախված չէ, ուստի ինչու մասնակցեն ընտրություններին։ Սա հնչում է որպես հիասթափություն, բայց միևնույն ժամանակ սա իդեալական սցենար է և իրավիճակ ցանկացած համակարգի համար, որը չի ցանկանում որևէ տեսակ փոփոխություն։ Երիտասարդ ընտրողները քաղաքացիների այն խումբն են, որոնք իրապես կարող են մեծ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների և ելքի վրա։ Սակայն միևնույն ժամանակ երիտասարդները ամենապասիվն են ընտրությունների մասնակցության տեսանկյունից։ Սա նշանակում է, որ կայացվում են քաղաքական որոշումներ առանց քո մասնակցության, բայց դրանց հետևանքների հետ ապրելու ես հենց դու։ 2026 թվականի ընտրությունները պարզապես քվեարկության մասին չեն։ Սա այն պահն է, երբ երիտասարդների մասնակցության անգամ փոքրիկ աճը կարող է բերել ահռելի մեծ փոփոխությունների և քաղաքական դաշտի վերադասավորման։ Բայց մասնակցությունը միևնույն ժամանակ չի ենթադրում միայն քվեատուփի մոտ գնալ։ Մասնակցությունը գիտակցված ընտրության մասին է։ Մասնակցությունը այն է, թե ինչ են քեզ մատուցում, ինչպես ես դու դա անցալում, ինչ են քեզ ասում են փաստերով, թե լոկ գեղեցիկ բառերով։ Մի խոսքով պոպուլիզմը տարբերել ծրագրից, իսկ տեղեկատվությունը փաստից, և չհիմնվել առաջին իսկ տպավորության վրա։ Պատմությունը, հատկապես 2018-ը, ցույց տվեցին մի կարևոր բան, որ բոլոր հին կանոնները ջարդվում, փշրվում և կոտրվում են այն պարագայում, երբ երիտասարդները չեն լռում։ Ուստի եթե ուզում ես, որ կայացվեն քաղաքական որոշումներ առանց քո մասնակցության, լռիր, եթե ոչ, ապա մասնակցիր, առաջարկիր և մտածիր։